Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներն աշխատանքային այցով եղել են Շիրակի մարզի Արթիկ եւ Գյումրի քաղաքներում։ Այցը մեկնարկել է Արթիկից, որտեղ բացվել է կուսակցության տարածքային գրասենյակ։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշել է, որ երբեմնի արդյունաբերական կենտրոն Արթիկում այսօր հիմնական խնդիրներից մեկը աշխատատեղերի պակասն է, ինչի հետևանքով բնակիչների մի մասը արտագնա աշխատանքի է մեկնում։ Մենք տարեկան ներմուծում ենք $500 միլիոն շինանյութ, կերամիկա, որի կավը այստեղ կա։ Գիտեմ, որ Փանիկի շրջակայքում դուք ունեք կավի հանքեր այստեղ մենք։ Ամեն ինչ կա, Հայաստանում տասնյակ հարյուրավոր միլիոնների ներմուծվում է այստեղ։ Փոխանակ Հայաստանում արտադրվի։ Իշխանության փոփոխությունից հետո 1 տարվա ընթացքում ծրագիր է առաջարկվելու։ Արթիկի համար առանձին ծրագիր, թե ինչ գործարաններ պետք է լինեն, որ մարդիկ մնան եւ աշխատեն։ Սա է երկիրը ուժեղացնելու ամենահեշտ ճանապարհը։ Կարող ենք մենք էլ բերենք մի քանի փողոց ռեմոնտ անենք, մի քանի օքու վրա գորգորանք, ասենք Ժորժ ջան, ձեզ նենց ենք սիրում, տեսեք այն մարդկանց վրա ոնց գորգորացինք, բայց մեր ու ձեր կյանքը դրանից չի փոխվելու։ Փոխվում է կյանքը այն ժամանակ, երբ կա աշխատատեղ 7000 մարդ Արթիկ խոշորացված համայնքում, գործ չունի այս պահին։ Ու գնում է Հայաստանից դուրս 7000 մարդ։ Պատկերացեք ինչ մեծ նշաձող ունենք մենք անելու։ Ամեն օր հանգիստ պետք է աշխատենք ու վերականգնենք Հայաստանի արդյունաբերական հզորությունը, նաև այս համայնքի համար։ Իսկ Գյումրիում կայացած հանդիպման ընթացքում Նարեկ Կարապետյանն անդրադարձել է մարզում առկա սոցիալական խնդիրներին, ընդգծելով աղքատության բարձր մակարդակը։ Նա նաև ներկայացրել է կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունները, այդ թվում ծայրահեղ աղքատության հաղթահարման ծրագիրը, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին։ Նախ առաջինը աղքատության հարցը պետք է մի քիչ արագ լուծենք, քան տնտեսական զարգացումը ապահովելը։ Ուրեմն ստեղծում է աղքատության հաղթահարման հիմնադրամ, որի մասին 3 օր առաջ Սամվել Կարապետյանի ներկայությամբ մենք հայտարարել ենք։ Այդ հիմնադրամում գումար է դնում մի քիչ պետությունը, մնացող մասն աշխարհի ուժեղ հայերը։ Հանդիպումից հետո կուսակցության անդամները քայլերթ են անցկացրել Գյումրիի կենտրոնում, շփվելով բնակիչների հետ։ Քայլերթի ընթացքում նրանք անցել են նաև տնային կալանքի տակ գտնվող Միքայել Սրբազանի կեցավայրի մոտով եւ նրան աջակցություն հայտնել։ Նախագահական նստավայրում պետական ընթրիք է մատուցվել ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի։ Ընթրիքից առաջ երկու երկրների ղեկավարները պարգևատրել են իրար ի նշան բարեկամության ու համագործակցության։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Փառքի շքանշանով, իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պատվո լեգեոնի մեծ խաչ շքանշանով։ Ընթրիքի ընթացքում Մակրոնը կատարել է ֆրանսահայ շանսոնիե Շարլ Ազնավուրի «Լա Բոհեմ» երգը, Նիկոլ Փաշինյանն էլ նվագակցել է։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել։ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումը Փաշինյանը որակել է պատմական, քանի որ սա Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի առաջին այցն է Հայաստանում։ Հանդիպման ավարտին առաջնորդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Վարչապետ Փաշինյանը X-ի իր էջում նշել է, որ այս փաստաթղթով հայ-բրիտանական հարաբերություններում նոր ու խոստումնալից էջ է բացվում։ Դիվանագիտական ակտիվ օրակարգը շարունակվել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ բանակցություններով։ Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը եւ ստորագրել համատեղ հռչակագիր, որով Հայաստանի եւ Խորվաթիայի միջև հարաբերությունները պաշտոնապես բարձրացվել են ռազմավարական երկխոսության մակարդակի։ Բացի այդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ։ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Ելմազը ԵՔՀ-ի շրջանակներում հանդիպել են։ Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ տարածաշրջանային զարգացումները։ Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Այս կամրջի համատեղ շինաշխատանքները կարող են նպաստել հետագայում երկու երկրների միջև սահմանների բացմանն ու տրանսպորտային կապերի վերականգնմանը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում ընթացող եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ միջոցառման ընթացքում առանձնահատուկ քննարկվել է Վրաստանի միջոցով Հարավային Կովկասը Եվրոպային կապելու հարցը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով Վրաստանը ապահովում է 7 երկրների կապը Սև ծովի եւ Արևմուտքի հետ, ինչը երկրին ռազմավարական նշանակություն է հաղորդում։ Վարչապետը ընդգծել է, որ այս թեման առանցքային է լինելու քննարկումների եւ կլոր սեղանների ժամանակ, քանի որ Վրաստանի դերը որպես կամրջող օղակ էական է տարածաշրջանային եւ եվրոպական ընդհանուր անվտանգության ու տնտեսական կապերի տեսանկյունից։ Մերձավոր Արևելքում վերջին ժամերին ռազմական իրավիճակը սրվել է մոտ 1 ամսվա հրադադարից հետո այսօր Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքներում Դուբայում եւ Աբու Դաբիում հնչել են օդային տագնապի ազդանշաններ եւ գրանցվել են հզոր պայթյուններ։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե Իրանի տարածքից արձակվել է 4 թևավոր հրթիռ, 3-ը որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը, 1-ն ընկել է ծովը։ Իշխանությունները բնակիչներին հորդորել են թաքնվել ապաստարաններում։ Դուբայի եւ Շարժայի միջազգային օդակայանները դադարեցրել են աշխատանքը։ Պաշտոնական Թեհրանը կտրուկ հերքում է իր առնչությունը տեղի ունեցածին, պնդելով Էմիրությունների վրա հարձակվելու որևէ ծրագիր չունի։ Հարևան երկրները Բահրեյնը, Քուվեյթը, Քաթարը իրենց զինված ուժերը բերել են լիակատար մարտական պատրաստվածության, իսկ միջազգային լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին կանխատեսում են, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը կարող են պատասխան գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ առաջիկա 24 ժամվա ընթացքում։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն արդեն հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 6 արագընթաց մոտորանավակներ ոչնչացնելու մասին, որոնք փորձել են հարձակվել Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի վրա։ Ցերեկը Ֆարսի գործակալությունը հայտնել էր, որ իրանական 2 հրթիռ հարվածել է ԱՄՆ ռազմածովային ուժերի պարեկային նավին։ Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է վիրավորվել, այս մասին հայտնել է ԱՄՆ գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Էնթոնի Գուլիելմին։ Հաղորդվել է նաև, որ միջադեպից կես ժամ առաջ նշված վայրով անցել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյունը։ Դեպքի մանրամասները դեռ հստակ չեն։ Կրակոցներից անմիջապես հետո անվտանգության ուժերը շրջափակել են Սպիտակ տան տարածքը։ Դոնալդ Թրամփի ելույթին մասնակից լրագրողները տարհանվել են։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ կրակոցներ են լսվել։ Գաղտնի ծառայությունը ժամեր անց հաստատել էր տեղեկությունը։ Kıymetli vatandaşlarım. Այժմ պետք է հասկանալ, որ Եվրամիությունը առանց Թուրքիայի, որպես լիիրավ անդամի, չի դառնա գլոբալ խաղացող կամ գրավչության կենտրոն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքով Եվրոպան չպետք է մոռանա, որ ոչ Թուրքիան, ոչ աշխարհը այլևս առաջվանը չեն, որ սահմանափակված էին արևմտյան պետությունների ազդեցությամբ։ Այսօր Եվրոպան ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Թուրքիան Եվրոպայինը, շեշտել է Էրդողանը։